Գուցե կա ինչ-որ մեկը, որ քեզ ցավ է պատճառել կամ դու ես մի բան արել ու չես կարող քեզ ներես այսօր։ Բայց ես եկել եմ, որպեսզի քեզ ասեմ, որ գառան արյունը, որ թափվեց, բավական է, որպեսզի դու լինես մաքրված։ Քրիստոսի արյունը ունի ուժ կատարյալ ձևով մաքրելու մեզ։ Արյունը թափված նա առանձնացնում է ամեն մեկիս ոչ թե ուղակի ապրելու մեղքի համար, այլ ապրելու ազատության մեջ Քրիստոսի համար։ Պետրոսը ասում է, բայց դուք ընտիր ցեղ եք, թագավորական քահանայություն, սուրբ ազգ, սեփական ժողովուրդ, որպեսզի նրա առաքինությունները քարոզեք, ով ձեզ խավարից դեպի իր սքանչելի լույսը կանչեց, նա առանձնացնում է իր ժողովուրդը, ինչպես թագավորական քահանայություն։ Նա առանձնացնում է, որպեսզի մենք խոնարհության մեջ, խոնարհվելով նրան, հետևենք նրան եւ նրա արյունը գործի մեր կյանքերում, մաքրի մեզ եւ սրբացնի։ Գիտես, շատ քրիստոնյաներ չհասկանալով, որ արյունն է մաքրում նրանց, կարծես ինչ-որ իրենց աշխատանքով, իրենց գործերով համոզեն Աստծուն, որ նրանք արժանի են, որ նրանք արժանի են, որ մեղքերը ներվի, նրանք արժանի են, որ Աստված ավելի իրենց սիրի, բայց լսի, դա սուտ է, տենց բան չկա։ Երբ որ նրանն ենք, մենք ներված ենք։ Երբ որ նրանն ենք, մենք մաքրված ենք արյունով։ Մեր ծառայությունը Աստծուն, մեզ նրան հետևելը, սուրբ ապրելը ոչ թե նրա համար է, որ նրան ինչ-որ մի բան ապացույցենք, այլ որովհետև մենք գիտակցում եւ հասկանում ենք, թե ինչ է նա մեզ համար արել։ Եվ ապրելով սուրբ, ապրելով հավատքով, ապրելով ծառայության մեջ, առանձնացված նրա համար, մենք ուղղակի թույլ ենք տալի, որ այդ արյունը մեզ մշտական մաքրի։ Եվ դրա համար էլ հիշում ենք, ինչպես Տերը ասեց, հիշեք։ Ամեն։ Եթե դուք Լոս Անջելեսում եք, մեծ ուրախությամբ հրավիրում եմ այս կիրակի այցելելու Լոս Անջելեսի կյանքի խոսք եկեղեցին։ Եկեք եւ վայելեք կենթանի եւ քրիստոսակենտրոն երկրպագությունը, Աստծո կենթանի խոսքն ու Աստծո ներկայության զորությունը եւ միացեք սիրով եւ հոգատարությամբ լի համայնքին։